Մի հատ հարց ունեմ ձեզ։ Հեչ մտածել եք հորանջելու մասին։ Հորանջելու մասին։ Այ հիմա կակրազորվա վերջը արդեն, ուզում եմ մի հատ հորանջեք։ Դուք գուցե չեք ուզում հորանջել, բայց մենակ նրա համար, որ ես հիմա կխոսամ հորանջելու մասին, դուք կսկսեք արդեն հորանջել։ Եթե ես մի քանի անգամ կրկնեմ հորանջել բառը, կամ, չգիտեմ, պատմեմ իր մասին, կամ ինքս հորանջեմ, կտեսնեք, թե վարակը ոնց է տարածվելու դահլիճով մեջ։ Արդեն, տեսեք ինչ եղավ, նույնիսկ հիմա ես եմ ուզում հորանջել։ Իրականում, մենք դրա մասին չէինք մտածում նախքան իմ ասելը, չէ։ Ես ասացի, նոր մեր ուղեղը սկսեց ինչ-որ մի բան փոխել։ Այս բանը շատ եմ սիրում, որովհետև ինքը մեզ օգնում է հասկանալ մի հատ շատ պարզ բան մեր ուղեղի մասին, որ իրականում ինքը այդքան էլ անկախ չի, ինչքան որ մեզ թվում է։ Ինչ է ստացվում, ես ընդամենը մեկ բառով կարող եմ ձեր ուղեղին ստիպել անել մի բան, որը որ դուք չէիք պլանավորում, չէիք ուզում, չէիք մտածում, բայց ես կարող եմ ստիպել ձեզ բերել մի հատ կարգավիճակի մեջ, որ դուք դա անեք։ Իրականում սա սոցիալական հայելու հասկացությունն է, որը շատ պրիմիտիվ, ամենապրիմիտիվ, բայց ամենաուժեղ մեխանիզմներից մեկն է հոգեբանության մեջ։ Ողջույն, հիմա ողջույն։ Ես Սոնան եմ, ծանոթանանք, ես Սոնան եմ ու ես բիզնեսի հոգեբան եմ։ Արտահայտություն, որը ամեն անգամ անելուց հետո ես ստիպված եմ 10 րոպե նախերգանքով բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Արտահայտություն, որի վրա Հայաստանում պրոֆեսորները աչք են պտտում, բիզնեսները ճպոց են անում, ընկերներս էլ չասեմ։ Բայց դուք տեսեք, թե ես ինչ կարող եմ անել։ Իսկ եթե լուրջ, ինչ եմ անում ես։ Ես իրականում ունեմ բիզնես, որը օգնում է այլ բիզնեսների։ Օգնում է նայել այլ պերսպեկտիվայից, օգնում է զարգանալ, օգնում է զարգացնել։ Զարգանալ ճիշտը մտածելով եւ ճիշտը տեսնելով։ Սա բնականաբար ենթադրում է ռացիոնալ մտածողություն, ռիսկերի հետ աշխատանք։ Բայց մեր անունը, մեր կազմակերպության անունը Creo է։ Այսինքն ստեղծարարություն։ Լատիներեն բառից է գալիս creative, creo, ստեղծարարություն։ Հիմա ինչ կապ ունի ստեղծարարությունը նախորդ ամենի հետ, որ ես ասում էի։ Այ հիմա ասում եմ ստեղծարարություն, ուզում եմ ձեր գլխի մեջ ինչ-որ մի բան պատկերացնենք, կամ ինչ-որ մեկին պատկերացնենք։ Հələ փորձեք։ Պատկերացրեցիք։ Ով ինչ պատկերացրեց։ Օրինակ կտավ, քանդակ, կացին, Էյնշտեյնին, հետաքրքիր է, մարդ կա, որ օրինակ պատկերացրեց Պուտինին։ Չկա, հետաքրքիր կլիներ։ Ինչ նկատի ունեմ ես, երբ ասում եմ ստեղծարարություն։ Նկատի ունեմ բիզնես, որը ունի բավարար ռեսուրս, բայց գտնում է տարբերակ բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Նկատի ունեմ մարդ, որը ունի բավարար ռեսուրս նախագիծը իրականացնելու համար, բայց գտնում է տարբերակ դա մաքսիմալ լավ, բոլորից լավ անելու համար։ Նկատի ունեմ ամենատարբեր իրավիճակներ, լինի բժշկության, գյուղատնտեսության, գիտության, թե արվեստի ոլորտում։ Նկատի ունեմ նենց բան, որ օրինակ վերելակի մեջ հայելի տեղադրել է, որը արվեց 1900-ականների սկզբին, որովհետև հյուրանոցը վերաբացումից հետո այնպես էր ստացել, որ վերելակը դանդաղ էր եղել, ու մարդիկ բողոքում էին, բողոքները շատ էին, իսկ հյուրանոցը չուներ ռեսուրս կրկին վերանորոգում անելու, ու չկար երևի թե ավելի լավ լուծում, քան վերելակում հայելի դնելը, ու մարդուն իր սեփական եսի հետ թողնելը, որ չզգա թե ժամանակը ոնց է անցնում։ Ինքնասիրահարված, զբաղվի ինքը իրանով, ժամանակ անցնի ու բիզնեսը խնդիրը լուծի։ Իրականում նկատի ունեմ 3 բան. սեր, կասկած, փոփոխություն։ Այո, գուցե առաջին հայացքից իրար հակասող, հակասական տարբեր երևույթներ։ Բայց վստահաբար այս 3-ը մեզ պետք եղավ դեռևս 10 տարի առաջ, երբ նոր սկսում էինք Creo-ի գործունեությունը։ Ես եւ գործընկերուհիս Մարիաննան։ Իրականում չունեինք ծանոթներ, Սերգեյի ասած network, չունեինք հայերեն ասած մեջք կամ փող, բայց ունեինք սեր։ Սեր միմյանց նկատմամբ, սեր մեր ստեղծած գործի նկատմամբ, ու առհասարակ այն ամեն ինչի նկատմամբ, ինչ մենք անում էինք։ Մենք դուրս եկանք մեր աշխատավայրից, ունենալով վերջին մեկ ամսվա աշխատավարձը։ Ապրելու, ստեղծագործելու, կյանքը վայելելու, ամեն ինչ անելու համար, ու սկսեցինք բիզնեսը։ Արդ մնում են 3-ը, եւ դրանցից մեծագույնը սերն է։ Եթե չսիրես, ոչինչ չես ստեղծի։
Անհնար է ստեղծել որևիցե մի բան առանց մինչև վերջ դա սիրելու։ Բայց բնականաբար սերը միայն բավարար չէ։ Ինչ հաճախ հարցնում են, իսկ որտեղից եք գտնում այդ ստեղծարար մտքերը, որտեղից են գալիս այդ գաղափարները ձեզ։ Ու ես դրան տալիս եմ երևի թե ամենաանսպասելի պատասխանը՝ կասկածից։ Ստեղծարարությունը եւ աճը իրականում սկսվում են կասկածից։ Եթե չլիներ կասկածը, մենք մինչև հիմա մտածելու էինք, որ օրինակ երկրագնդը կրիայի վրա է, կամ որ գործնուկը թքելով են բուժում, կամ որ խաշի ջրով լիքը հարցեր կարելի է լուծել։ Ծիծաղում ենք իրականում, բայց շատ տեղայ շատ մարդիկ դեռ այդպես էլ մտածում են։ Մենք պիտի կասկածենք մեր մտքի վրա, մեր մտածածի ճշմարտացիության վրա։ Պիտի կասկածենք հատկապես, երբ մտածում ենք, որ մի բան հնարավոր չի։ Պիտի կասկածենք, երբ որ մտածում ենք, որ մենք չենք կարող։ Այ այստեղ շատ պիտի կասկածենք։ Բա լավ, ո՞նց կասկածենք, որ չափը չկորցնենք։ Այ այնքան կասկածենք, որ մի զույգ կոշիկ չկարողանանք դնել։ Այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իսկ ով է այդ չափը սահմանել, ով է չափել, ով է կտրել, չգիտեմ։ Այդտեղ իրականում չեմ ուզում մտնել, բայց մի բան վստահաբար գիտեմ, որ նույնիսկ չափի վրա պիտի կասկածենք։ Եթե իրար հետ շատ անկեղծ լինենք, մենք մեր կյանքում ավելի շատ բան կրկնօրինակում ենք, քան ստեղծում ենք։ Բոլորս։ Մենք կրկնօրինակում ենք վարքագծեր, մտքեր, որոնք լսել ենք մեր ծնողներից, որոշումների կայացման ձևեր, որոնք տեսել ենք մեր նախկին ղեկավարներից, կամ հավատալիքներ, որոնք ստացել ենք մեր ընկերներից։ Մենք հորանդրում ենք, որովհետև մեկը հորանդրեց, կամ խոսած հորանդրելու մասը։ Ու միայն այն ժամանակ, երբ մենք սկսում ենք ուսումնասիրել մեր ուղեղը, մենք սկսում ենք հասկանալ նրա առանձնահատկությունները ու սկսում ենք կասկածել։ Իրականում իմ մոտ միշտ հարց է առաջացել, մենք ո՞նց չենք կասկածում։ Օրինակ ես մտնում եմ բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ դասավանդում եմ։ Ու անվտանգության աշխատակիցը հարցնում է. «Վալիկ ջան, քարտդ մոռացել ես»։ Ու այսպես տարիներ շարունակ։ Լավ, ո՞նց չենք կասկածում։ Մենք վստահ ենք մեր իմացածի ճշմարտացիության վրա։ Այ օրինակ, եթե դիմացինը երիտասարդ է, կամ իմ նման փոքրամարմին է, ուրեմն անպայման ուսանող է։ Մեր համար մեր ստատիստիկան 100% ճիշտ է, կասկածի կարիք չկա։ Ու սա իրականում միայն Հայաստանի խնդիրը չի, որ երկրի բուհում էլ եղել եմ, միևնույն իրավիճակում ես իրավիճակում հայտնվել եմ, որովհետև իր իմացածի վրա վստահ մարդը ամեն տեղ է վստահ։ Սրանք պատահական իրավիճակներ չեն, որտեղ մենք չենք կասկածում։ Սրանք մտածողության համակարգային սխալներ են, անգլերեն ասած bias-ներ, կամ ուղեղի աղճատումներ։ Սրանք իրավիճակներ են, որոնք գոյություն ունեն մեր ենթագիտակցական մակարդակում։ Ու իրանք սպանում են մեր ստեղծարարությունը։ Ավտոմատ ու արագ ենթագիտակցական ենթադրություններ են, որոնք ուղեկցվում են գործողություններով։ Ձևավորվում են մշակույթով, կրոնով, միջավայրով, տնտեսական պայմաններով, որոնց մեջ մենք մեծացել ենք։ Ու իրականում, եթե մենք չկարողանանք այս մեր մտածողությունը փոխել, մենք չենք կարողանալու դուրս գալ իրավիճակից, դուրս գալ այդ տեղում, որովհետև 90% ժամանակում մենք գտնվում ենք մեր իմացածի վրա վստահ պայմաններում, հա? Իսկ ստեղծարարությունը ոչ այլ ինչ է, քան նույն բանին այլ տեսանկյունից նայելը։ Չէ՞ որ մենք երբևիցե 0-ից ոչինչ չենք ստեղծում։ Կար ինչ-որ ստեղծված միավոր, այդ միավորը մենք փոխում ենք, ադապտացնում ենք, միացնում ենք, բաժանում ենք այն, ինչ անբաժանելի է ուրիշների համար, համադրում ենք ինչ-որ բաներ։ Իսկ սրա համար մեզ պետք է, որ մենք դուրս գանք այս կարգավիճակից։ Բայց ինչ է ստացվում։ Ես ասում եմ, որ դրանք ենթագիտակցական են, նույն հորանջելու նման, ու դուք դրա վրա ազդեցություն չունեք։ Բայց ես ոնց կարող եմ խոսել երրորդ փոփոխականից։ Ինչ էի ասում։ Սեր, կասկած, փոփոխություն, չէ՞։ Ոնց կարող եմ խոսել փոփոխությունից, եթե սրանք ենթագիտակցական են, ու մենք դրա վրա ազդեցություն չունենք։ Փաստացի կարող ենք։ Վերջերս ապացուցվել է, որ եթե մենք օրական 30-ից 60 րոպե ծախսենք մեր սեփական ուղեղը ուսումնասիրելով, այսինքն հասկանալով, թե ինքը ինչ ֆունկցիոնալ ունի, մեր ուղեղը ինքնուրույն կսկսի սովորել, հասկանալ իր սխալները, կասկածել ու փոխվել։ Ինչ է ստացվում։ Մենք մեր սեփական գլխի մեջ ունենք մեր արհեստական բանականություն։ Մենք հիմա շատ ուրախացել ենք, որ կա նոր արհեստական բանականություն, որը մենք կարող ենք օգտագործել, ինչը շատ լավ է։ Բայց միևնույն ժամանակ մենք մեր գլխի մեջ ունենք մեր սեփական արհեստական բանականությունը, որը որ մենք չենք օգտագործում։ Ճիշտ է։
Հիմա ինչ է ստացվում։ Մենք փաստացի շղթան կոտրելու փոխարեն շարունակում ենք օգտագործել տարբեր սոցիալական հարթակներ, որոնք որ մեզ ցույց են տալիս մեր սահմանափակում են մեր օրինակ ընտրությունը։ Չէ՞ որ երբ որ մենք մտնում ենք ինչ-որ սոցիալական հարթակ, մեզ ասում են ինչ ես դու հավանում։ Մենք հավանում ենք դրանով, իսկ շրջափակման մեջ ենք մեզ գցում։ Ես չեմ ասում, որ սոցիալական հարթակները վատ են։ Ես ասում եմ, որ իրենք մեզ բերում են մի հատ շղթայի մեջ, որտեղ մենք մտնում ենք ցիկլի մեջ։ Այս ինչի մասին եմ խոսում։ Confirmation bias, հա, հաստատման աղճատում։ Մեր ուղեղի սիրած ամենասիրած կախարդական հնարքներից մեկը։ Երբ մենք փնտրում ենք, գտնում ենք, վերահաստատում ենք, մեկնաբանում ենք, հիշում ենք այն տեղեկատվությունը, որը արդեն իսկ գիտենք։ Մեր ուղեղի համար չափազանց կարևոր է ճիշտ լինելը։ Ու ինքը գտնում է հնարավոր բոլոր մեթոդները մեզ ապացուցելու, ինքը իրեն ապացուցելու համար, որ ինքը ճիշտ է։ Ու փաստացի մեր այս ուղեղի բաց թողումը օգտագործում են բոլորը։ Ու մենք դրա մասին չգիտենք, տեղյակ չենք։ Օրինակ ես վերջերս Ճապոնիայի Դիսնեյլենդում էի, ու մի հետաքրքիր բան, ասենց շատ ուժեղ ծակեց աչքս, աշխատակիցները, տեխնիկական աշխատակիցները, ավելի հստակ, հատկապես մաքրությամբ զբաղվողները, ամբողջությամբ հագած էին սպիտակ։ Ու պատկերացնեք ինչ է կատարվում իմ գլխի հետ այդ բանին։ Չէ՞ որ ճիշտ հակասական վիճակն է։ Սպիտակը միանգամից ցույց կտա կեղտը, ցույց կտա բոլոր թերությունները։ Սովորաբար տեխնիկական աշխատակիցները հագնում են մուգ գույներ, որ աննկատ մնան, այսինքն խնդիրները չերևան։ Սա բառ հաստատման աղճատման confirmation bias-ի օրինակ է։ Ես ուզում եմ մտածել, պատկերացնել, տեսնել այն, ինչին ես սովոր եմ, ինչը ինձ համար տրամաբանական է։ Բայց արի ուտես ինչ էր արել Դիսնեյը, օգտագործել էր դրա ճիշտ հակառակ կողմը։ Մեր ենթագիտակցականի մեջ մտցնելով նոր մեսեջ։ Չէ՞ որ սպիտակը մաքրություն է, չէ՞ որ սպիտակը թափանցիկություն է, չէ՞ որ սպիտակը պարզություն է, այն է ինչ որ դու տեսնում ես։ Այսինքն ինչ է ստացվում։ Եթե ես Դիսնեյում եմ ու ես տեսնում եմ մաքրության աշխատակցի ամբողջությամբ ամբից հագուստը, ուրեմն ես ենթադրաբար իմ ուղեղը ընկալելու է, թե ինչքան մաքուր է այգին։ Այ երբ որ ասում եմ հոգեբանություն, երբ որ ասում եմ հոգեբանության միջոցով ստեղծարարության կիրառումը բիզնեսի մեջ, այս է նկատի ունեմ։ Նկատի ունեմ փոքրիկ փոփոխություններ, որոնք իրականում չարժեն ոչինչ, գումար չարժեն, մեզանից ռեսուրս չեն տանում, բայց փաստացի բերում են, հազարապատիկը բերում են մեզ։ Իրականում այս շղթան կոտրելու համար մենք շատ բան չենք անում, բայց կարող ենք անել։ Այսօր մենք օգտագործում ենք AI-ը, ինչը շատ լավ է, արհեստական բանականությունը, հետ վերադառնալով այդ թեմային։ Եթե մենք նայում ենք ստատիստիկան, աշխարհի մեծ կազմակերպությունները իրենց ստեղծարարությունը outsource են անում, տալիս են AI-ին, հա, բայց այդ ամենակարևոր ունակությունն է կազմակերպության համար, անհատի համար, ամեն մեկի համար, բայց շատ կարևոր է լինել ստեղծարար։ Բայց իրենք տալիս են արհեստական բանականությանը։ Իրականում ստեղ երկու խնդիր է առաջանում։ Առաջին խնդիրը այն է, որ մենք գիտենք, որ մեզ պետք է նոր իդեաներ, իսկ այդ նորը այլ պերսպեկտիվայից նայելն է, հա, այլ տեսանկյունից նայելն է։ AI-ը կտա մեզ նոր գաղափարներ, բայց այդ AI-ը ինչ է։ Մեր ստեղծածն է, մեր տվածն է, մեր սովորացրածն է, մեր վարժեցրածն է։ Մենք իրանից կստանանք այն, ինչ մենք տվել ենք։ Նույնն էլ մեզ հետ է տալու։ Ու գուցե ինքը տա մեզ X բան, բայց այդ X-ը տալու է, որը որ մեր համար նոր լինի։ Տալու է նաև այլ մարդկանց։ Այսինքն ամենտեղ իդեան կրկնվելու է ու շարունակվելու է։ Երկրորդը այն է, որ կասկածի փոփոխականն է։ AI ունի տվյալների բազա, որը որ մենք իրան տվել ենք, ու ինքը դրան հավատում է։ Ինքը այդտեղ կասկածի փոփոխական չի օգտագործում։ Ինչքան էլ մենք ուզենք կամ չուզենք։ MIT-ում AI-ը անվանում են հավանականությունների հաշվիչ։ Այսինքն ինքը իդեալական է արդեն իսկ եղածի մեջ աշխատանք իրականացնելու, տվյալները վերլուծելու, ինչ-որ բաներ համադրելու մեջ, բայց նոր գաղափարներ ստեղծելու, ստեղծարարության համար իրենց շատ խիստ պակասում մարդկային կասկածի փոփոխականը, որպեսզի կարողանա դուրս գալ ակնհայտից։ Արհեստական բանականությունը նույն կերպ ոնց որ մենք մարդիկ չունի օբյեկտիվ մտածողություն։ Ինքը հայելի է, ոնց որ մենք ենք հայելու նման աշխատում, ու արտացոլում է մեզ։ Բնականաբար ինքը ունի գրեթե նույն bias-ները, ոնց որ մենք ունենք։ Այսինքն մենք ունենք այդ աղճատումները, մենք այդ դատայի մեջ բնականաբար արտացոլվում է այդ աղճատումները, բնականաբար ինքը ստանում է այդ ամեն ինչը։ Ու հետո հետ վերադարձի ցիկլի մեջ ենք մտնում։ Հիմա ասածս ի՞նչն է, ստեղծարար լինելու համար նույնիսկ արհեստական բանականությունը պետք է կասկածենք։ Որովհետև ստեղծարարությունը տեսածից չի, լսածից չի, պատմածից չի, իմացածից չի։
մեզանից է, մեր ներսից է, մեր սրտից է։ Մենք այսօր սկսեցինք օրենջելուց։ Մի շատ ոչ գիտակցական պրոցեսից, որը վարակի պես տարածվեց։ Դուք դա չեք ընտրել։ Դուք դա չէիք ուզում։ Բայց ձեր ուղեղը արտահայտեց, արտացոլեց այն, ինչ տեսավ։ Նույն կերպ մեր ուղեղը վարվում է ստեղծարարության հետ։ Եթե մենք չվերցնենք ղեկը մեր ձեռքը, մեր մտածողության, այն ամենի, թե ինչ մեր ուղեղը անում է, մենք գտնվելու ենք մի հատ փակ շղթայի մեջ։ Մենք անընդհատ կրկնելու ենք գաղափարներ։ Մեր գաղափարները կամ այլ մարդկանց գաղափարները։ Մենք շարունակ կայացնելու ենք նույն որոշումները, տալու ենք նույն լուծումները։ Ես ուզում եմ, որ այս շղթան կոտրենք։ Ուզում եմ հիշեք, որ իրականում սերը շարժիչ ուժն է։ Կասկածը վառելիքը, իսկ փոփոխությունը ստեղծարարությունը։ Սկսենք սիրելուց, ապա կասկածենք, որ կարողանանք փոխվել։ Փոխվենք ու փոխենք աշխարհը։ Շնորհակալություն։